Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի եւ այն ինչ տեսել եմ ինձ բերել է 1-2 օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Եվ իմ գնալուց հետո 2 շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք։ Ինքը հակված չէր, թե ինչն էր։ Չէր կարողանում կապի դուրս գալ։ Չէ, կապը իրենց մոտ օրը մի քանի անգամ էր, նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագաներով եւ ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ին վերաբերմունքս հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում։ Բայց այնուամենայնիվ ես ինքս գնացի, ես ինքս դա առաջարկեցի եւ ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչ է պետք անել։ Ինչ պլան էր, դա կարող եք հիմա ասել։ Պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ էր եւ զուգահեռ իհարկե անել ամեն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ինքը մերժեց։ Չուզեց հանդիպել եւ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է